Ռեկորդն միացրեց։ Հիմա ինչ ասում, ուսմա գրել ֆունկցիա, որը կստանա զանգված թվերով։ Եվ ռեկուրսիայի միջոցով կտպի զանգվածի տարերի քառակուսի։ Ճիշտ է։ Հիմա դե տես օրինակ Գուրգենը ինչ ա արել ստեղ։ Ու գրել է այդ ֆունկցիան, զանգվածը ստեղ փոխանցել է, եթե ուշադիր նայենք զանգվածին, զանգվածի մեջ կա նաև ուրիշ զանգվածներ, ճիշտ է։ Հիմա եթե նայենք ըստ այս օրինակի, պետքա ինչ անենք, պետքա բռնենք հատ-հատ ամեն մեկի համար մի հատ for ֆռայենք, հա, չէ՞։ Պետքա այդքան for ֆռայենք, որ կարողանանք, չգիտեմ, ստանանք բոլորին։ Բայց Գուրգենը մի հատ for-ով սա հարցը լուծել է։ Հիմա անդրադառնանք քո խնդրին։ Դու ինչ ես արել ուրեմն։ Գրել ես console log array, в общем, x-երորդը, հա, ինդեքսը, վերևը մի հատ ինդեքս ես պահել 0, բազմապատկել ես, ու քառակուսի ես բարձրացրել 2-ով, հա։ Տակ x-ը պլյուս ես արել ու քո item of array-ը կանչել ես, անընդհատ կանչել ես։ Հա։ Բայց կանչել ես քառակուսի փակագծերով, աշխատացրել ես այս կոդը առհասարակ։ Ամեն դեպքում, տեսեք ուրեմն ստեղ ինչա կատարվում։ Գուրգենը նախ սկսում նայում է, եթե number է, հա, array-ի մեջ էլեմենտը, քանի որ հենց for-ը ֆռած, առաջի էլեմենտը 4-ն է, չէ՞։ Всё, 4-ը դառավ 2, հետո դառավ 2 անգամ 2, հա, հետո 4-ի քառակուսի, հետո 5-ի քառակուսի, տեսնում է, որ էլ թիվ չի, նայում է array-ը, ասում է հա array-ը։ Ու նորից գտնում է այս if-ի մեջ արդեն։ Հենց if-ի մեջ է գտնում, էս է, չէ՞, մեր LM-ը։ Էս մեր LM-ն է։ Զանգվածի անդամ է ինքը։ Էս մեր զանգվածի անդամն է։ Էս փուճուր զանգվածը, որ մեջը 7 է, էս մեր զանգվածի էլեմենտ է։ Չէ՞, պատկերացրինք։ Հիմա Գուրգենը նույն ֆունկցիան է կանչել, ռեկուրսիա է արել։ Նույն ֆունկցիան կանչել է, ու էս զանգվածն է փոխանցել արդեն։ Այս մարդը եկել է նորից for-ը ֆռացել, տեսել է, որ թիվ է, օքեյ, քառակուսի է բարձրացել, տպել, անցել առաջ։ Ու նույնը սրա համար։ Պատկերացրինք։ Հիմա արի քո օրինակը նայենք, հա։ Որ չասես աշխատել է։ Դու ինչ ես արել, մի հատ ինդեքս ես պահել այստեղ, հա, например, քո համար, ճիշտ է։ Ահա։ Հիմա գիտես ինչի համար ես մտածել, որ քո մոտ աշխատել է։ Որովհետև քո զանգվածի մեջ ընդամենը 2-ն ու 4-ն է, դու այս զանգվածի վրա չես արել օրինակը։ Հենց է ցույց տամ, որ Վիկտորիան ավելի լավ պատկերացնի ինչա կատարվում այստեղ։ X-ը պլյուս ես անում ու ասում ես if եթե x-ը փոքր է մեր արարակ այդ length-ից։ Ու կանչել ես func-ը էլի։ Հա։ Բայց կանչել ես քառակուսի փակագծերով ու նորից տվել ես նույն զանգվածը։ Բա ո՞նց աշխատես, եթե ես ուզում եմ հասկանամ։ Հասկացա։ Բայց լավ, օքեյ։ Այս քո կոդն է, ճիշտ է։ Նույն բանն եմ գրել, ինչ որ դու։ Արի գնանք մի հատ բրաուզեր։ Աշխատես, տպել է, չէ՞, թույն։ Սպասի, մի հատ հասկանամ ես։ Ահա։ Հիմա, բայց դու ինձ կարաս բացատրես այս դեպքում դու ինչ ես արել, որ աշխատել է։ Ահա։ Հա։
Ահա, 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 հասկացա։ Հիմա տեսնում ես, էս ինչ է տպում ստեղ։ Ահա, որովհետև դու փորձում ես այս զանգվածը քառակուսի բարձրացնես ստեղ, քանի որ էս մեծ արեա, էս արեին է, ճիշտ է։ Ահա, քանի որ էս մեծ արեի x-երորդը գալու հասնելու է ինչ-որ մի հատ կետի, որ սա դառնա, ճիշտ է։ Հա, բայց սրա քառակուսին ո՞նց կարա արեին քառակուսի ո՞նց կարա բարձրացնի ինքը։ Դրա համար օրինակները որ տալիս եմ, այդ նույն օրինակների վրա է պետք հավաքել կոդը։ Բա հասկացա, չէ՞ խնդիրը ինչումն է։ Okay, դու մի լեվելի զանգվածի վրա թույն ես արել, հա։ Եթե մենք սենց ասեմ, եթե էս չունենայինք, հա, okay։ Բայց քանի որ մենք խորացված արեիներ ունենք, պետք է գուրգենի լուծած տարբերակով լուծեինք, որ հասնեինք մեր ուզած արդյունքին, հա։ Պետք է for ունենայինք, for-ի մեջ ունենայինք type-երի ստուգում, number-ը, տես ստուգում է number-ը, նոր է բարձրացնում, դրա համար իրա մոտ none չի ստանում ինքը։ Number-ը նոր քառակուսի կբարձրացնի, հա։ Այս տես, եկավ else-if-ի մեջ մտավ, չէ՞, երբ որ զանգվածը։ Ու այս ֆունկցիան զանգված էր, չէ՞, որպես պարամետր ընդունում։ Այստեղ եկավ հասավ, որ ինքը զանգված է, ճիշտ է։ Այդ զանգվածը նորից տալիս է հենց ինքն իրան, քանի որ ինքը զանգված ընդունում է, հա։ Ու նույն գործողությունը անում է։ Արդեն այո, արդեն ինքը տվել է stay-ի իրա երեխեքին է փոխանցել, հա, այս սրա միջոցով արդեն։ Բայց այն երեխեքին, հա, դե, տես, այդտեղ for and from սաղ էս էլեմենտների վրա, ճիշտ է։ Հերթականությամբ կգա կհասնի ստեղ, կմտնի else-ի մեջ, else-ի մեջ կմտնի, քանի որ սա զանգված է, տալիս ենք սրան, նորից իրան ենք տալիս։ Արդեն այս for-ը, որ ֆռացել է, այս պուճուր զանգվածի համար է լինելու, երբ որ այս ֆունկցիան արդեն կանչվեց։ Պատկերացրինք, հենց այս ֆունկցիան կանչեցինք, արդեն այն բան հաջորդ գործողությունը սրա վրա է for ֆռում։ Հենց եկավ հասավ սրան, արդեն հաջորդ գործողությունը սրա համար է for ֆռում, այս 3-ի համար է for ֆռում։ Հա, պատկերացրինք։ Տես, ստեղ ունեմ բացի 7-ից ուրիշ թվեր, ճիշտ է։ Վիկտորիա, տես for-ա չէ ֆռացել սրա վրա, այս մեծ զանգվածի վրա։ Եկել է, այս if-ի մեջ է մտել, թվերի հետ աշխատել, բրծել է, ինձ արդեն մտել է else-ի մեջ։ Else-ի մեջ է մտել ու ինքն իրան է կանչել, իրան էլ որպես պարամետր տվել է արդեն այս մի զանգվածը։ Քանի որ ելևս, դե հա, եթե թիվա, ուրեմն ստեղ է մտնելու, else if-ի մեջ չի մտնելու։ Բայց արդեն ոչ թե մեր մեծ արարն, այլ ներսի արարն է։ Այս պուճուր արեին արդեն, ոչ թե այս մեծն է։ Տես ամենաառաջինը այս մեծն ենք փոխանցել, ճիշտ է, ստեղ։ Հետո արդեն ստեղ, այս level-ի վրա, ներսի արեիներն ենք փոխանցում։
ու նույն գործողությունը արդեն ներսի թվերի համար է կատարվում, դե ներսը քանի որ էրի չկա, արդեն այս ներսի համար այս else-ի մեջ չի մտնում։ Այս մի for-ը կպրսնի, հա, կասնի սրան արդեն։ Սրանց մեջ արդեն մենակ թվային գործողությունների մեջ է ինքը մտնում։ Ինքը ստեղ չի մտնում էլ։ Դրա համար ռեկուրսիան նետքանը դադարեցվում է ու ինքը խնդիր չի առաջացնում մեզ։ Պատկերացրինք։ Всё, գնացինք առաջ։ Ահա։ Հաջորդ խնդիրը։ Ասում է գրել function, որը կստանա զանգված լցված թվերով եւ երկրորդ պարամետր թիվ։ Ռեկուրսիայով տպել զանգվածի այն տարրերը, որոնք փոքր են երկրորդ պարամետրով ստացած թվից, այսինքն ինչ ենք անում։ Ահա, դե Հիմա այս մեր ֆունկցիան է, ճիշտ է։ Երկու հատ պարամետր է ստացել, ճիշտ է։ Մեկը array, մյուսը թիվ, հա։ Հիմա եթե վերցնենք օրինակի համար քո օրինակը, հա, որովհետև էլի ոնց ենք արել, մեր օրինակները իգնորировать ենք արել, մեծ օրինակներ չենք գրել, ընդհանրապես գրել ենք մի հատ փոճուրիկ զանգված, դրա համար էլ աշխատել է։ Դու մի հատ for ես ֆռած, օրինակ այս դեպքում այդ մի հատ for-ը ոնց պետք է աշխատեր։ Պես քանի հատ զանգված ունի։ Ապրես, հիմա տես, օրինակ ստեղ Գուրգենը ինչ ա արել։ Մի հատ for-ա ֆռացել, ստանդարտ։ Տես խնդիրները այնքան իրար, դրա համար է էլի խնդիրները այս ձևով տրվում, որ տես նույն լոգիկան ստեղ է գրված, ճիշտ է։ Պրոստը օրինակի համար ստեղ ստուգել է ինքը type-ով-ը գործողություն արա ինչ-որ, այստեղ էլ ուրիշ պայման է ստուգել։ Բայց տես օրինակ այս կտորը ռեկուրսիայի մեջ, այս օրինակների վրա, նույնն է, ճիշտ է։ Այստեղից էր պետք կախվել։ Օրինակ տես Գուրգենը առաջինը լուծել է, всё գնաց դրանից։ Երկրորդը հա։ Հիմա ինչա կատարվում։ Նորից նույն for-ը, որ ֆռա առաջի level զանգվածի էլեմենտների վրա, հա։ Ու ստուգել է, օրինակ 2-ը մեծ է 8-ից, ասելա չէ, բանը ոնց որ անցել է առաջ, հետո, բայց ստեղ մի հատիկ բայց կա։ Ну, չելա, в принципе, else-ի մեջ էր ես ստուգել ես, խնդիր չկա։ Խնդիր չկա, օքեյ է։ Տես եկավ, if-ի մեջ մտավ, ճիշտ է։ Ասում է 2-ը մեծ է 8-ից, ասում է չէ, մեծ չի, ասում է ուրեմն մի հատ else if ստուգի։ Ասում է 2-ը զանգված է, ասում է չէ, ասում է օքեյ, ուրեմն for-ս գնաց մյուս էլեմենտի վրա։ 56-ն է մյուս էլեմենտը, ճիշտ է։ Ահա, ասում է 56-ս օրինակի համար։ Կներեք։ Մի րոպե էս ասկոսը։ Ահա։ Հիմա պայմանը սխալ է կարդացել, ոչինչ, հեսա նորից կգանք։ Եկավ ցիկլը սկսեց պտտվել, ճիշտ է։ Էլեմենտս 2-ն է։ Ստուգում է, ասում է թիվը մեծ է 2-ից։ Ասում է հա, ճիշտ է այս պայմանը։ Կոնսոլ լոգում տպում է, ճիշտ է։ Քանի որ if-ի մեջ մտնում է, սրա մեջ էլ չի մտնում։ Ահա։ Ահա։ Հիմա տենց ստուգելով եկավ, հասավ, ասում է բանը արեա։ Ասում է եթե արեա, այս զանգվածը վերցրու ու այն թվի հետ, որը ստացել էր իմ parent-ը, հա, օրինակի համար։ Արդեն զանգվածի տեղը, այս մեծ զանգվածի տեղը, փոխանցի այս փոքր զանգվածը։ Ու տենց շարունակ, ոնց որ ստեղ։ Նույն պրինցիպ։ Պատկերացրինք, անցանք առաջ։
Ասում է գրել function, որը կստանա թիվ եւ ռեկուրսիայի միջոցով կտպի վերջում տրված թվի ֆակտորիալը։ Ահա։ Եկանք հասանք ֆակտորիալ։ Թիվը ստացվեց, չէ՞։ Տես Գուրգենը ինչ քայլ է արել սրանով։ Կարաս բացատրես։ Ինչի համար։ Okay։ Տես, ուրեմն երկու հավասարի ու 3 հավասարի տարբերությունը ո՞րն է Գուրգեն։ Երկու հավասարը ստուգում է պրոստը գրվածները, իսկ 3 հավասարը իր պատկանելություն թե ինչ number է, տեքստը թե թիվը, իր Երկու հավասարը ստուգում է կոնկրետ տված արժեքը, արժեքի է դա։ իսկ 3 հավասարը խիստ հավասարն է, որը որ նաև բացի արժեքներից ստուգում է թե ինչ տիպի են իրար։ Հա, պատկերացրին Վիկտորիա ջան։ Դե օրինակ տես, եթե ես այդտեղ խիստ հավասար դնեմ, այս մեկը այսպես ճակերտների մեջ դնեմ, ինքը ասելու է false, հավասար, եթե սա 1 լինի, հա, պատկերացրի, եթե 1 փոխանցեմ, 1 թիվը։ Ու ասեմ 3 հավասար 1, արդեն string-ի մեջ։ Ինքը false ալնելու, ասելու հավասար չեն իրար, որովհետև 3 հավասար է, բացի այն որ ստուգելու էր մեջինը, նաև ստուգելու էր իրանց տիպերը, սա number-ը, սա string։ Բայց եթե օրինակ ստեղ ես 2 հավասար դնեմ, ինքը կասի որ հավասար է, այո, որովհետև արժեքների հանգում է տենալու ու ինքը type-ը չի ստուգելու։ Պատկերացրիք, չէ՞։ Всё, շատ լավ։ Գուրգեն ջան, բացատրի, ինչ ես գրել։ Երկու պարամետր են տվել եմ առաջին թիվը ու երկրորդ պարամետրը մեկը։ Որ չեմ կարծում։ Ինչ։ Առաջի if-ի մեջը ստուգվել է, եթե թիվը 0 է կամ 1 է, Իմաստ չունի անը։ ինքը իմաստ չունի, դե մեկին console log-ը թիվը։ Else-ի մեջը այդ մեր ֆունկցիան կանչե։ Ահա։ Թիվն եմ տվել, թվի ամենակա մինուս եմ արել ու այդ թիվը բաղապատկերում մեր այդ թվից հանած 1-ով ամեն անգամ։ Ու ստեղ այս ֆունկցիան կգա վերևը կտեսնի նոմա վերջի վերջով դի հավասարի 1-ի կամ 0-ի։ Հենց 0-ի հավասարվա կամ 1-ի հավասարվա կողան console log-ը մեր ստացած թիվը, որտեղ գլխի միջից է թիվը բաղապատկերում ենք մեր ամեն անգամ մինուս եղած թիվը։ Ինչ անենք Վիկտորիա ջան։ Ահա։ Մի պայման ստուգել, մեկից փոքր։ Հա, օքեյ, բայց տարբերություն չկա վեց հաշվով։ Այո, իհարկե։ Հա, պատկերացրինք։ Հասկացանք այս ինչա արել ֆակտորիալը կանչելուց հետո ինքը, այս կտորը հասկացանք ինչա կատարվել Վիկտորիա։ Ամեն անգամ ինքը 1-ով պակասացնում է մեր թվի արժեքը, քանի որ գիտենք, որ թվի ֆակտորիալը 1-ից մինչև իրա այդ հատվածում ընկած թվերի արտադրյալն է, ճիշտ է։ Ահա։ Ու ամեն անգամ տես ինքը այս նույն գործողությունը, հա,
կատարել է ֆունկցիայի ներսում, տես սա ինքը որ գրել է թիվը հավասար է 1, դա նույնն է որ գրել ինքը let թիվը հավասար է 1։ Պատկերացրու։ Հիմա ինքը այս թիվը որ կա, անընդհատ փոխանցում է այս ֆունկցիային, փոփոխված ձևերով արդեն։ Սա -1 արած, սա էլ արդեն եղածած արժեքը իրար բազմապատկած։ Ու всё, ֆակտորիալը պատրաստ է, համոզվելու համար կարանք մի հատ նայենք, ստացել է։ Всё, այսքան բան։ Եկանք հավեսով խնդիրներին ոնց որ, հա։ Ասма տրված է զանգված, լսված զանգվածներով, ուրիշ լիքը զանգվածներով։ Այս բայց խնդիրը չտեսա դու արել էիր, թե չէիր արել, ոնց որ աշկովս չեմ գա։ Հալա 4-ը արել ես, էլի for կանչել ես, նո ռեկուրսիա ստացել ես, բայց հեսա մանրամասն կնայենք։ Գործողությունը չկա, հա, հասկանում ես քո մոտ։ Ռեկուրսիայի միտքը բռնել ես, բայց գործողությունը չկա քո մոտ։ Դու ռեկուրսիա արել ես, բայց մի հատի քայլ պակաս ես արել, այս գումարման process-ը չես արել դու։ Հիմա ինչա կատարվում։ Ունենք զանգված, այս նույն խնդիրը ստե լուծել էինք, բայց դասի ժամանակ վիդեոն չեք նայել ուրեմն։ Ահա։ Հիմա մի հատ փոփոխական է սամ հայտարարած, որը իր սկզբնական արժեքը 0 է։ Ինչա անում Գուրգենը, for-ը ֆռում այս մեծ զանգվածի վրա, ճիշտ է։ Հա։ Իսկ կարաս ասես սրա մեջ ու սրա մեջ ինչ-որ տարբերություն տեսնում ես։ Էլի նույն պայմանները։ Ուղղակի մեջը գործողություններն է, հա, հարբեր։ Օրինակ այս դեպքում պրոստը տպելն է, հա, ենթադրենք իր գործը պայմանից կախված։ Այս մի դեպքում պայմանից կախված քառակուսի բարձրացնելն է, այս մի դեպքում էլ գումարն է հաշվում, հա, էականորեն ոչ մի տարբերություն, էլի նույն process-ը գալիս է, ստուգում է թիվը, գումարում է իր փոփոխականին։ Բայց այդտեղ ո՞նց է աշխատել։ Ո՞նց դիտել։ Հա, return-ը արել, լավ։ Առանց return-ը չէ։ Եա։ Բայց որ կոնսոլ լոգանի սամը ամեն անգամ փոխվել է, երկի կոնսոլ լոգերը անում։ Դե տես սամը որտեղ է ստա հայտարարել։ Էքսպրեսիոնելիա բանի մեջ է։ Պայծյոտ։ Կարայր գիտես էլ ոնց աներ։ Կարայր էլի են քո պարամետրերով որ փոխանցում էիր ստանում էր, հիշում ես ոնց էր ստացել թիվ փոխանցել ստացել։ Հա, այստեղ։ Ինը կարայր ստե, այտենց աներ։ Սամը հավասար է 0 ստեգել էիր։ Հա։ Այսինքն նկատում եմ, սամը հավասար է 0։ Так, բալերը չմիացավ, չէ, տենց է։ Չէ, ինքն է գրել, որ չի միանա։ Անձնականով է գրել։ Վիկտորիա ջան, այս գումարման process-ի մեջ պատկերացրինք ինչ արեց Գուրգենը։ Всё։ Բայց օրինակ սրա համար եկավ մտավ ստեղ, ճիշտ է։ Ուզում եմ ասեմ ամեն մի մտնելուց, ամեն մի ֆունկցիան կանչելուց այսքանի սամը առանձին է հաշվում, այսինքն երբ որ ինքը առանձին մտավ այս մեթոդի մեջ, սամը 0 է, նորից իր համար փոփոխական է հայտարարում։ Collect անում, գումարում է, նոր վերջում տալիս է այս ամենասկզբի սամին։
Պատկերացրինք, հերթով սամերը հաշվում են, գումարում իրար, պատկերացրինք։ Շատ լավ։ 5-ը ստացել էիր։ Եկեք նախ խնդիրը կարդանք, հետո հասկանանք, հա։ Ասում ունենք ֆունկցիա, որը ընդունում է օբյեկտ։ Հա, օբյեկտ ասում։ Հա։ Ասում խնդիրն է ռեկուրսիվ տպել օբյեկտի վալյուները, որոնք հանդիսանում են զույգ թիվ։ Ամեն 2 վայրկյանը մեկ, այս էլ հաջորդ պայման։ Նախ տես ունենք պայման, որ ինքը զույգ թիվ պետք է լինի։ Ունենք պայման, որ ինքը 2 վայրկյանը մեկ պետք է տպի։ Առանձնացնել ասելով վեսել չեմ հասկանում պրոստը ինչ նկա։ Նու տենց էլ կարանք անենք, իսկ օրինակ սովորական for-ով չես կարա անես, for-ին չես կարա օգտագործես։ Ուղղակի պետքա շատ աշխատել օբյեկտների հետ, որ ստացվի։ Եթե խնդիր ունես, ուրեմն պետքա ավելի շատ այդ նմանատիպ խնդիրներ լուծես, չպետք է խուսափես այդ խնդիրներից։ Չէ, տես նայած այդ պահին քեզ ինչ խնդիր է պետք լուծել։ Օրինակի համար, եթե քեզ պետքա մենակ օբյեկտի արժեքների հետ աշխատես, օքեյ, վայելը սա է։ Ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Հա, պատկերացրինք։ Հիմա տես, ստեղ ինչա կատարվում։ K-ի վրա, օբյեկտի վրա for ենք ֆռում, հա։ Դե քանի որ գիտենք, որ սա K-ն է, մեր օբյեկտի K-ն է, օրինակ էսա։ Այս թիվ 3, թիվ 2, թիվ, հա։ Ինչ ենք անում, ասում ենք type-ով մեր օբյեկտի, այս օբյեկտի, մեծ օբյեկտի K-ը։ K-ը օրինակ սկզբից թիվն է, ճիշտ է։ Ասում ենք ստուգի, եթե մեր օբյեկտի K-ը թիվ է, հա, type-ը թիվ է։ Ու ինքը զույգ է, զույգ չի։ Ինքը զույգ է, այդ դեպքում console-log է, հա։ Հակառակ դեպքում ասում եմ, եթե օրինակ օբյեկտը type-ը օբյեկտ է, value-ի։ Տես այս մեր նույն object value-ի առաջի էլեմենտն է օրինակի համար, հա, կամ երկրորդ կամ երրորդ։ Այս գրվածքը։ Երեք ինչի՞ չէ կարա։ Հա պետք է դրանք հասկանաս, որովհետև հետո շատ ավելի դժվար կլինի։
Okay, լավ, բացատրվեմ ստեղ, հետո նոր անցնում ենք խնդիրներին։ Տես ունեմ օրինակ հիմա const մի հատ object, որը հավասար է page sense ինչ-որ չգիտեմ առաջին։ Հա, insert եմ մանգալիս հետյանք։ Կտա լավ։ Այս 10-ը ունեմ երկրորդ, որը որ իրանից ներկայացնում է ուրիշ մի հատ օբյեկտ, մեջը բարև, դիմացը հաջող։ Տես, այս օբյեկտն է, ճիշտ է։ Հիմա օրինակ տես ինչ եմ անում։ Console log, console get log։ Այ object get values obj, հա? Էսի զանգված է։ Հիմա կարամ գրեմ 0-րդ, որ գրեմ ինչ կտպի։ 10 կտպի, չէ՞։ Հիմա եթե ես գրեմ ստեղ սենց obj առաջ կամ Արի գնանք կոնսոլում ստուգենք։ 3-ն է 10-ը։ Բայց k-ը չեմ ասում, օբյեկտի value, k value հասկացողության մեջ, երբ որ ես տալիս եմ ասում եմ օբյեկտի առաջինը տուր, ես չեմ ասում, գիտես ինչ կա, օբյեկտի k-ը տպի, ես ասում եմ օբյեկտի առաջինը տուր, իսկ օբյեկտի առաջինը 10-ը։ Էս է իր value-ն ախր, օբյեկտին ոնց ենք օբյեկտի օրինակ այս առաջինի արժեքը ոնց փոխեմ։ 10 20։ Ինչն եմ փոխում, հասա, ինչ եմ գրում։ Get values։ Ինչ օբյեկտ։ Ինչ գրեմ, հա, ինչ ասես կգրեմ։ Օբյեկտ values հավասար է 20։ Սենց, հա, սենց էիր ասում։ Այս օրինակ Գուրգեն ջան, կարաս ասես, այս ինչ եղավ ստեղ։ Կազակի է սարքելու, արժեքն 20 է։ Տենում ես օբյեկտը Վիկտորիա։ Տենում ես թող values-ը։ Այս հակով է։ Հիմա ես 10-20 սարքելու համար չպետք է գրեմ ստեղ առաջին։ Էսի հոքեյը չփոխի դարձրի 20, էսի արժեքը չէ փոխեցի։ Հիմա եթե ըստ քո լոգիկայի այստեղ օբյեկտ get առաջին գրեի k-ը պետք է տպեր, այստեղ էլ k-ը պետք է սարքեի 20, ճիշտ է։ Ես մտածում եմ դուք սրանց հետ լավ աշխատել եք, ես բաց եմ մոտոտես կտորը, հա ոնց որ։ Հա, որ գաս մի քիչ պարապես լավ կլինի, այդ կտորները լավ կարևոր։
Պատկերացրինք, բայց այս օբյեկտի կտորը։ Հիմա այս եկանք վերադարձանք մեր մեթոդներին։ Հիմա այս օբյեկտի K-ը ստեղ որ տպել է Գուրգենը, կոնսոլ լոգում ինչ կտպի ամենաառաջինը։ Այս որ տպել է։ Ամենաառաջինը ինչ կտպի։ Օբյեկտ, հա, օբյեկտ կտպի։ Ինչը։ Բայց այդտեղ պայման էլ ունեմ, չէ, որ զույգ պետք է լինի։ 4 կտպի այսինքն։ Ինչի համար, որովհետև տես այս օբյեկտի վրա, տես զանգվածի դեպքում այս նույն for-ը չէր։ Այնտեղ for-ով էր, այստեղ for-ին է, ինչ տարբերություն քո համար։ Ոչինչ, հեսա մի քիչ որ խնդիրներ լուծենք, արդեն օքեյ կլինի տեղը։ Հիմա Գուրգենը խնդիրը թույն լուծել է։ Բայց իր մոտ set time-out-ների կտորը հաստատ ճիշտ չի աշխատում։ Գռալով տպում է, ճիշտ է։ Ինչի համար, որովհետև ինքը միառժամանակ այս կոդը որ աշխատում է։ Այդ set time-out-ները всё միաժամանակ մի բանի մեջ լցվան, всё, 2 վայրկյանների ավելի ժամանակ։ Հա? Հիմա պետք է մտածենք այնպես բան։ Այս տիպը բանապատում է։ Չէ։ Այստեղ երկու տարբերակ կարող ունենք։ Ну, ամենաօպտիմալ տարբերակը այն է, ամենաօպտիմալ տարբերակը։ Որ ինչ որ մի հատ զանգվածի մեջ push անենք այդ value-ները, հետո ըստ այդ time-out-ի տպենք։ Կոնսոլով ինչ որ զանգված օրինակ sense, դայ։ Հետո for-ը առանձին այդ զանգվածի վրա 2 վայրկյանում եք տպի։ Հիմա ինչ կարանք անենք։ Գիտենք Գուրգենի այս վերևի օրինակի հիմա վրա, հիշում ես, որ գրել էր թիվը հավասար է 1։ Այ, այդ նույն լոգիկայով կարամ ասեմ numbers-ը հավասար է դատարկ զանգված։ Մի հատ էլ index է հենց պետք է, որ չեմ ուզում հետո ես ֆռամ մի հատ էլ անում։ Ասում եմ index-ը հավասար է 0։ Ինչ եմ անում, այս կտորը, որ console log-ը արեք Գուրգենը։ Ջնջում եմ, այստեղ, այդ ստացած թիվը պրոստը push եմ անում իմ զանգվածի մեջ։ Push-եցի, այդ նույն թվերը, որ տպում էր console log-ում, ես push-եցի իմ զանգվածի մեջ։ Հա, պատկերացրինք։ Վիկտորիա։ Ինչ անեի։ Զանգվածի մեջ ինչ որ բան ավելացնելու դեպքում ո՞նց ենք զանգվածի մեջ բան ավելացնում։ Բա հիմա ինչ անեմ, ինչ քառակուսի փաղագիծ։ Տես, այս զանգվածն է մեր, չէ։ Հավասարը դատարկ զանգվածի, չէ։ Իրա մեջ իմ չեմ կարող push անեմ ինչ որ բան գցեմ։ Բայց ասել եմ։ Ոչ։ Հետո այս for-ի գործողություններից դուրս մեզ պետք է մի հատ if, որ ստուգենք ինքը 0 հենց եղավ օրինակի համար։
աշխատել։ Այսինքն միշտ աշխատելու է ինքը, առայժմ, առաջ աշխատել։ Հետո, ալյուբոմում մեզ պետք է գալու մի հատ ուրիշ ֆունկցիա։ Ներս է կարող գրենք այդ ֆունկցիան։ Ասում եմ function ոնց գրենք recursion log Ինչ եմ անում, մի հատ ինդեքսել ես մեր աղբոր մեջ եմ պահում։ Հավաստարազը։ Հա? Հա։ Ну, ստեղ իրականում այս ինդեքսը կարող անենք, մեզ պետք չէ այս ինդեքսը ստեղ։ Ես մտածում եմ իր մեջ կանեմ, բայց այս ինդեքսը մեզ պետք չի։ Այսինքն իվը պետք չի։ Ինչ է։ Այս իվը կարելի ասել պետք չի։ Մեծ հաշվով էլի։ Կարող է այս ֆունկցիան մեջը պետք է գրենք, հետո մեծ ֆունկցիան ամեն ինչ անելու։ Ինչ գրենք։ Առանց if-ի ֆունկցիան գրենք։ Հիմա բայց ենթադրենք ունենք մի հատ դեպք, երբ որ, չգիտեմ, զանգվածի մեջ թվեր չի լսվում, բայց դեպքում։ Okay, լավ։ Ես ներողություն։ Կարանք պրոստը ստուգենք, որ numbers-ը length ունի կամ չունի։ Ստուգում ենք numbers-ի length-ը։ Հա։ Մեզ պետք է ստեղ մի հատ պայման, որ ինքը մի անգամ աշխատի, հա։ Այսինքն ինքը ամենաառաջի անգամ պետք է աշխատի։ Всё, լավ, բերեք գրենք դրանք ինչ ենք ստանում։ Ասում եմ if եթե իմին փոքր է numbers get length ասում եմ log արա numbers-ի երրորդս առաջինը տպեցի ասում եմ set timeout set timeout կանչում եմ իմ նորվա գրած recursion-ը recursion log Պարամետր փոխանցում եմ ինչ հաստանում ինքը ստեղ պարամետր ապրես i++ ոնջը i++ կամ i+1 ոնց i+1 անենք մեկով դի բաղացնենք Լուչը մեկով Դեչը պլյուս համահամի ու տալիս եմ 2 վայրկյանը մեկ որ ինքը աշխատի Այս էլ սենց գնանք ստուգենք Ինչ եմ բաց թողել Մի բան բաց եմ թողել երևի Մենամ դեր պարամետրից կա Ֆունկցիան չեմ կանչել նախ, սկսենք դեյտ Ոչ մեկ ինչ չհուշեց, որ ֆունկցիաս կանչել Մի րոպե Այս սենց Արա, սպասեք, տեսնեմ ինչ չեմ պակաս տրել Որդ եմ պակաս տրել Հա, որ կանչեմ ես իրանց տեղ Չէ, ես իրան մեջտ եմ կանչում Մի անգամ Այ, չեք ասում, թե այստեղ փակագիծն եմ տրել Մենա վերևինը արդեն ավել ես դրում, ֆունկցիայի կողքին Այսպես Այստեղ ավել փակագիծ էի թողել, դրա համար էր տենց է լինում Տեսես մի ամբողջական ֆունկցիա է
Այս ֆունկցիան կանչելու համար պետք է փակագծերի մեջ դնեմ, որ տեղում կանչեմ։ Չէ՞։ Տեղում կանչել եմ ես իրան։ Եթե սենց չանեի, պետք է մի հատ էլ էսի գրեի կանչեի ներքևը, չէ՞։ Էսի ինչի համար եմ արել, որ մի անգամ աշխատի։ Գոնե։ Հա։ Եկեք գնանք տենանք ինչ եմ գրել, գիտեք ես ծավալս գրել եմ։ Այս մի բան դիտարինք էլի։ Տարբեր մանգարտակների վրա է այն։ Սիմֆոն ու անսիմֆոն բան չկա։ Հա։ Եթե մի մագարտակի վրան է, հետո կտպել։ Կատես բան։ Այստեղ գալի առաջինի մեջն է մտնում, հետո գալի if ստուգում, հետո գալի for ապրում, հետո գալի ստեղ թեմա ոչ բաղաբանը, ոնց է ոչ թիվա չի մտնում երկու մեջը։ Դա չի կրծնում։ Կատես մոմենտա, հաս։ Ամպեր ես պատկերացնում։ Լավ, սենց բերեք առանձնացնենք, որ հասկանանք ինչ ենք անում, հա, ես արդեն խառնվեցի իրար, Վիկտորյան ընդեղից խառնվել է իրար, ինձ էլ է խառնում իրար։ Տեսեք, բերեք առաջի քայլով, նախ այդ զանգվածը ստանանք, կարանք ստանանք, մեզ զանգվածը push անում եմ, ճիշտ է։ Ամենավերջում, որ return անեմ ես այս number-ը, կստանամ այդ զանգվածը, եկեք տպենք թե։ Հավա, սարը, log new արարը։ Գնացիք տենանք այդ թվերը ստանում ենք, չենք ստանում, առր հատ ենք ստանանք։ Մենակ երկուսնա չեմ հասկանում։ Գալի մի անգամ return անում, գալի return անում կայնում է։ Հա, լավ, օքեյ, ես ներողություն։ Բա ինչ ան, դե ասա, ինչ ես աղոջա։ Դուս է հագարի բանը։ Ինչ։ Զանգվածը։ Որ ամեն անգամ կանչի իրան return անում մեր բան, push-անի մեջ։ Parameter դիտել։ Ապրես, գնացինք ռուսա իրարելն։ Հավա, չէ որ ուղերն են այդ աշխատում։ Բզմա, չէ։ Հետո ինչ ան։ Ռուշում կզարկենք, եթե Ինչ անեմ։ Set timeout game için обычный set timeout. Corpora number-ը console number-ը Ֆունկցիա գրանք նոր, մենք ուրիշ թե ինչ։ Ուրիշ ֆունկցիա, չէ։ Ուրիշ ֆունկցիա set timeout-ը։ Գրեցինք function, ախի չա իրար ես ստում։ Ես ես չի իրար բացում։ Կապի չի ինձ հասկալի ան։ Այսինքն սա առանց պրոստը սեր time out գրեմ, բա առանց ռեկուրսիայի ոնց անում։ Ռեկուրսիայով աշխատում է։ Բա ռեկուրսիայով դες թվերը հավաքել է ցես տեղ։ Հավաքից ցես զանգվածը մեջ, մեծ պետք է Այ for-front-ը բեմ, ոնց տպեմ։ Հա, ուրեմն փոփոխական բայք եւ պլյուս-պլյուսով տես։ Մագարտակի վրա է մեջը։ Տես։ Տես Վիկտորիա ջան, բեր մի հատ ստոպ տանք ստեղ։ Այս մասը հասկացանք, չէ՞, ինչ կատարվեց։ Վիկտորիա։ Հասկացանք, որ օբյեկտների մեջ թվերը վերցրեցինք, ցեցրեցինք ստեղ։ Վիկտորիա։ Վիկտորիա։ Ոչինչ, այսքան կտորը հասկացանք, ինչա կատարվում։ Բայց հասկացանք, այս թվերը ոնց ենք հավաքում զանգվածի մեջ։ Հիմա այդ թվերը ունեցանք։ Հիմա մեզ պետք է 2 վայրկյանը մեկ այդ թվերը տպենք։
Ահա։ Ասա ինչ ասես կգրեմ։ Մի հատ ինդեքս հա չէ մեզ պետք։ Զանգված ունենք արդեն։ Պարամետրը չկա, թե մենակ ինդեքս ամիզի պետք։ Մենակ ինդեքս։ Ասում եմ, եթե ինդեքսը փոքր է number-ի կետից, ինչ արա, ասում եմ, նախ առաջինը մի հատ հլը թող տպի, մի բան, number-ի ինդեքսը, առաջինը տպինք, set timeout-ա պետք մեզ արդեն, set timeout-ը գրեինք, ու ինչ եմ գրել ուստի, կարաս ասես կուք, Ֆունկցիան կանչի պարամետրը Abrez Gurgenjan, Abrez իմ քաչ։ Կանչեմ, չէ՞ երևի։ Նախատիրում ենք, նումբեր։ Հասկացանք։ Ինչ անեմ։ Հա։ Հիմա օրինակ բերեք նայենք մի տես առանձնացված հեշտ է, չէ՞ պատկերացնել երկու ֆունկցիա։ Հիմա մեջը մի հատ հասկանանք ստե ոնց կանենք այս ինքը։ Էս իրա ֆունկցիան է, չէ՞։ Էս ասում, ես կանն ես ասում տանեմ դրեմ մեջը։ Հա, դրեմ մեջը։ Հետո ինչ անեմ։ Այս ֆունկցիան դե ասում եմ մոռանանք, փորձենք մեջը գրենք։ Կոնսոլ լոգը, Բայց կոնսոլ լոգ ինչ անեմ, ստե ունեմ արդեն կոնսոլ լոգ։ Index plus 1-ը։ Index plus 1-ը ո՞մ ենք փոխանցում ինքն իրան։ Այս ֆունկցիան ո՞նց է։ Սենց ֆունկցիան տանեմ դրեմ մեջը։ Իմաստը ո՞րն է։ Este timeout-ը մեջը просто plus-ով ամեն անգամ մեծս։ Ուտը մենք տանը։ Ոբշեմ ես դրտեմային։ Մտածում եք ոնց անենք, որ ես մի ֆունկցիայի մեջ մի ինչ-որ մի ձև աշխատում ենք։ Այնա էսի կոպի կա, տանեք դրեք ինչ կա։ Առանց ֆունկցիա գրելու, անանուն ֆունկցիա կա։ Ինչ ուզում եք գրեք։ Անանուն ֆունկցիա։ Մենակ մի հատ ֆունկցիա ունենանք։ Կանչած դուսը։ Դուսը։ Տես, դուսը երկու ֆունկցիա են կանչով աշխատում։ Մի հատիկ ֆունկցիա կանչեմ ու այդ ամեն ինչ կատարվի։ Հələ զանգվածի մեջը նա ուրիշ ֆունկցիա կանչել է։ Ման, բանեք էսի։ Առանցելը կիսա դարեսա։ Նայ, այնտեղ ռետուրնային զանգված, չէ։ Ահա։ Չանենք, այն վաղտանենք։ Հա, այն վաղտանենք զանգված։ Կամ էլ կարող չանենք, բեմ տիպի ինքը push անում մեկը, ռետուրը բարդալի չէ։ Թող ինքը ռետուրան ուրիշ ֆունկցիա։ Ահա։ Ըստ այդմ էս դասի ֆունկցիա կդնենք մեջ արդեն։ Ոչ չեմ կանես։ Վիկտորիա, դու եք կանես։ Ոչ թե Всё, ուրեմն պարտիկ ես խնդիրը իրար մեջ գրած։ Էսի դեզի լավ օրինակ, մի հատ ուրիշ օրինակ կգնձի պարտիկ։ Հա, դուք ուղղակի օրինակը թե մենք գրենք։ Էս օրինակը։ Էս օրինակը չէ։ Բա ինչ օրինակ։ Դասի ուրիշ մի հատ օրինակ պարտիկ դրանում։
Հա, սա այս մի խնդիրը, բայց ուրիշ ձև լուծած պարտքեք ինձ։ Հա, ուրիշ ձև լուծա։ Հա։ Մեջ եկեք, ուղարկեք։ Լավ, պատկերացրինք այս խնդիրը Վիկտորիա։ Սաղը սպասում եք, որ արամը գա, չէ։ Պարտի ջրեք։ Տեսի, տարեկը չեն սիրում ինձ։ Պարտի ջրեք է։ Սա ունենք function, որը ընդունում է երկու զանգված, լծված օբյեկտներով։ Խնդիրներ ոչինչ, երբ որ հասավ 240 ուրեմն սովորած ես արդեն։ Խնդիրն է 1 վայրկյանը 1 տպել զանգվածներում գտնվող օբյեկտների value-ները Ըստ հերթականության։ ըստ հերթականության։ Ախի չես գրել այդքան այդպես լավ սիրուն պատմում ես։ Բա, այդ էս ինչքան ուժեղ առաջընթաց է։ Չես սիրում օբյեկտներին դու։ Բայց իսկապես է, բայց մի քիչ ուժ դեր։ Կոմպոս պիտի կախում արում։ Всё, հեսա սկսենք 6-րդը լուծել։ Так, ինչա կատարում։ Ունենանք ֆունկցիա, որը ընդունում է երկու զանգված, ճիշտ է։ Ունենք ֆունկցիա, որը ընդունում է երկու զանգված։ Արը 1, արը 2։ Արժեք փոխանցենք մեր արարային, ֆունկցիային func կանչում ենք մի հատ զանգված, մեջը դա բերեք փոփոխականների հայտարարենք, գրենք, որ սիրուն լինի ու դուք էլ գրելաձևը տենց կպահեք։ Const arr 1 հավասար է մի հատ զանգված, որի մեջ կա օբյեկտ։ Լավը չի օրինակ։ Հալցի դուրս չեկավ օրինակը։ K-ը 12 value rob Չեսիմ last name-ը հա rob ունենք ճիշտ է։ Բերի
Ի, բա, մոլодեց, ինչքան է շատ ժամանակ ունես դու։ Ազգին, ահա, ու կանչում ենք ֆունկցիան, փոխանցում ենք r-ը 1, r-ը 2։ Ինչա պետք ասում ես։ Կան։ Իմաստ ունենալ չունենալ հարցը չի, հարցերն ա թե ոնց ավելի կարճ կլուծվի։ Հորակուսյալ ոնց լուծեմ ասա։ Չէ, հերեկուսեր չէ, որ մարգարտը դրան եմ ասում։ Մի քանի հատ չի էլի։ Հա, հա։ Մի քանի հատ լներ։ Հիմա իրար ինչ ենք անում առաջի քայլով։ ուրիշ փոփոխ։ For ինչի վրա ենք ֆռում։ Որ զանգված։ Okay, լա բերեք ինչ ասեք կանեմ, հա։ For։ Դե ինչով ֆռան for-ը։ Ահա։ R 1 հետո լավ եկեք սենց պատկերացնենք այդ արժեքները որտեղ եմ հավաքելու ինչ որ միտեղ պետք է հավաքեմ չէ ինչ ունենամ դեսա մի րոպե կներեք Բանշե Так, как-то так. Գնացիք։ Հետո Ֆունկցիայի մեջն է։ ինչ։ Արզես։ Ասել ես։ Խաբար այդ ինչ է։ Հիմա գա բան։ Մի րոպե սպասի, դե հեսա գա։ Ահա։ Ինչ էիր ասում Վիկտորիա ջան։ Որտեղ ենք պահում այդ դատար զանգվածը։ Ստեղ։ Չեմ կարող պահեմ։ Բայց ես դերսում չեմ անում ամեն ինչ։ Հա։ Հետո ինչ եմ անում ասա։ Դու գնա։
Առաջի քայլը ճիշտ ասել է, ֆորերն ասել է, որ պետք է ֆռամ, հետո ինչ անեմ։ Ինչ Մենք ապել։ գիտենք օբյեկտներով լցված է, գրիպը for, let k-ն է։ Հավո։ Օբյեկտներով լցված։ Լավ, նայ։ Այն ինչը որ դու ասում ես, հա, օքեյ, թույն for-ով ամեն ինչ կարանք ստանանք։ Մի հատ է պետք է սրա մեջ for ֆռամ, չէ՞ օբյեկտի վրա։ Մի 4 հատ for պետք է գերեմ ստե, էլի, հա։ Ահա։ Հիմա, լավ։ Իսկ կարամ ես քո առաջարկած for-երի փոխարեն, այս քո առաջարկած for-երի փոխարեն։ Okay։ Նախ, եկեք մի հատ տավսյակի ստուգեմ իմ զանգվածը length ունի թե չունի։ Կարող է չունի։ Կարող մի պահի ինքը length չի ունենում։ Գլխի ընկնում եք ինչի մասին է խոսքը։ Առաջի օբյեկտս վեգալելու համար օրինակ ո՞նց կարամ վեգալեմ առաջի օբյեկտը առաջ զանգվածի։ Ո՞նց։ Այդ ինդեքսս ուզում պատասխան։ Էլ առաջի օբյեկտն եմ ուզում վերցնեմ։ Հա, այս այ մեգիրո, կարող է 0 Ուրիշ ինչ տարբերակ կա։ Կամ էլ որ զանգվածը պակասի։ Հա, շիտ։ Որպես առաջի օբյեկտ կարամ գրեմ որ իմ օբյեկտ հավասար է r1 shift։ Կտրվեց զանգվածս։ Վիկտորիա։ Կապել ես։ Երևում է նորմալ։ Ահա։ Այս պահ հասկացանք։ Հիմա օրինակ զանգվածի առաջի էլեմենտը վերցնելու քանի ձև կա։ Okay, shift-ով վերցրի օբյեկտը։ Օբյեկտի վրա for ֆռամ մի հատ։ Ասեմ մի հատ k-ին OBJ։ Իսկ սրա մեջ ինչ եմ անելու։ Օբյեկտի վրա for ֆռացի, հետո ինչ անեմ։ Ապրես։ Ասում եմ values-ի մեջ push անենք բեր, ախպեր ջան։ Մեր օբյեկտի value։ Հա։ Այս մի գործողություն, չէ՞։ Այդ այնպեսի գործողություն։ Հա։ Հիմա ես քանի որ զանգվածից մեջ մի էլեմենտ է, չէ՞։ Խափուսիկ կլինի։ Բայց եթե զանգվածից մեջի թվերը հիմա խափուսիկ կլինի, քեզ կթվա թե ամեն ինչ թույն է, ամեն ինչ օքեյ է։ Բայց Վիկտորիա։ Հալո։ Վիկտորիա ջան։ Google-ը բան է, նայես սարադաշ տուգը նացածա։ Անջատած բան կա թե։ Սա կանջատ։ Վիկտորիա։ Ահա, լավ փորձանք։ Բայց լավ չի, հա, կապը մոտդ։ Այս պիկե ժամա ձեր եմ տալի։ Okay, լավ, գնացինք առաջ։ Այս մի տես, այս գործողությունը, հա, ոչ մի հատ զանգվածի, այլ մի զանգվածի մի օբյեկտի, հա, մենակ սրա համար է արած։
Ապրես, հիմա գրում ենք երկրորդ զանգվածի համար նմանատիպ ինչ-որ մի բան։ Ես նույնը դրական կողմը Լրիվ մի կոդը կարամ կոպի անեմ։ Okay, լավ է, եկա առաջընթացում ենք։ Հիմա ինձ պետք է Չէ, ասում եմ, որ եկա առաջընթացը արդեն, իսկ մնաց շատ քիչ լոգիկա դրենք։ Այս նույնը ռեկուրսիվ ձևով պետք է ինձ տարածեմ, չէ։ Կարամ պայման գրեմ, որ քանի դեռ իմ զանգվածները length ունեն, թող այս գործողությունը կատարվի։ Անդադար։ Քանի որ shift եմ անում, չէ։ Այսինքն ինքը ինչ-որ մի պահի պրծնելու է, ճիշտ է։ Այս դեպքում կարամ ասեմ, որ գիտեք, ինչ կա return արեք ախպեր դուք։ Երբ որ արդեն պրծավ։ Երբ որ չի պրծել, կանչեմ էլի ոնց որ անընդհատ իրան։ Արա 1, արա 2, մեկը value-ս նորից տանեմ, որ հետո push-ը մեջ։ Պատկերացրինք ինչ արինք ստեղ։ Անընդհատ կանչում եմ այնքան աշխատի այս կտորը, քանի դեռ այս երկու օրեը length։ Այո, ցիկլ եմ ստացել։ Ջնջում եմ պրոստը ստեղ հակառակ գործողություն նման։ Ջնջում եմ այնքան ժամանակ, այդքան կաշխատի այս քանի դեռ length-ում։ Էսի կանչումա, էսի ջնջումա, էսի կանչումա, էսի ջնջումա, всё, եկավ տեսավ էսի դատարկա, ստեղ չի մտնի։ Հենց ստեղ չմտնի, հենց իրա գործողությունը կատարած վերջացրածը արդեն սրա տակից կգրեմ մի հատ ուրիշ ֆունկցիա, function log order։ Կասեմ in հավասար է 0։ Այստեղ գրենք մեր լոգիկան, կասեմ եթե if-ը in, եթե փոքր է մեր value-ի length-ից, ով ինքը իր գործը անի։ Log value-ի year։ Set timeout-ս կգրեմ։ Մի հատ ռեկուրսիալ ստեղ կանեմ։ Արժեքը կփոխեմ ինդեքսից։ Կասեմ աշխատի եղբայր ջան։ Մնաց ինչ անեմ, այս էլ ստեղ կանչեցի։ Հա։ Ստեղ կանչել եմ, գնանք ինչ ունեցանք։ Լավ է։ Պատկերացրինք ամենակարևորը։ Հիմա ձեր պատկերացրած հեշտ ձևով լուծենք խնդիրը։ Ոնց որ Վիկտորիան։ Տերանկուլ կհասնենք։ Համաձայն եք։ Հավագամի շատ։ Դուք կանչել։ Նայ, գրում է for։ Նայ, նորմալ բանը կանչի, չէ, if-ը որ երկու if գրեցի։ Այդ նույնը for գրում ես, երկու for ես գրում։ Այդ նույնը կանչում ես, տարբեր երկուսյանը, նույն բանը։ Ռեկուրսիայով այսինքն։ Տարբեր if ունդեր if-ով ստուգում ես, չէ, եթե առաջին length ունի, երկրորդ length ունի, մնի if-ի մեջ։ Այդ նույնը կանչես տարբեր մի հատ։ Կամ դու սրա ուրիշ ֆունկցիա ստացես։ Էդի հա, բայց Վիկտորիան ուզում է ասի, մենք կարանք ստեղ սենց գրենք։ Let element of make դրա մեջ մի հատ for let բան value of for let value of object Վիկտորիա սիրած ձևով գրենք։
Միշտ ամենապարզը։ Ասում եմ values push value։ Ու նույնը հետո ինչ պետք է անեմ։ Հənd մի հատ set interval-ը հալածի պետք։ Set interval-ից բացի մի հատ էլ index պետք է գրեմ, ստեղ որ հավասարը 0 օրինակի համար, ճիշտ է։ Ասում եմ const interval-ը հավասար է set interval, ասում եմ if եթե իմ index-ը փոքր է իմ values-ի length-ից, log արա մեր values-ի index-ը ու ինչ արա index plus չանեմ։ Երբ պապ դիրս clear անեմ։ Որ պային clear անեմ interval-ը։ Interval-ը պետք է ջնջեմ ինչ-որ մի պայի, թե չէ։ Եթե նոր մի հատ աշխատի կպրծնեմ։ Այսինքն ուզում ես ասես Word-ը գրեմ set timeout-ը։ Form-ը դրամ set timeout-ը մեջ։ Առանց for-ի ոնց գրեմ։ Դերերը կա բանը, եթե ինտեգրալ հավասարաբար բանի, ինչ երբ որտե ինչ գրեմ։ Որտե գրեմ։ Որտե գրեմ։ Ահա։ Եթե else գրեմ, մեջը բան չեմ կարող։ Else-ի դեպքում ինչ գրեմ մեջ։ Ինչ պայման։ Այդ պայման կա, ոչ չկա։ Ինչ է։ Բայց ոնց կա index հավասար 0-ի։ Դա 0 է, հա։ Դե ես անընդհատ աճացնում եմ իր արժեքը։ Length-ի values-ի։ Այս է փոքր length-ից ստեղ մտավ աշխատել։ Հենց հավասարվավ կամ մեծ եղավ length-ից։ Նշանակում է պետք է չաշխատի։ Այսինքն է else պրոստը։ Բայց else ասվածներ պայմաններ չէինք իրանց ներկայացնում։ Սրա հակառակ պայմաններ։ Մեծ կամ հավասարներ։ Հիմա ոչ ենք գրելու մեծ կամ հավասար, եթե մի հատ պայման ունենք ստեղ գրած, else-ի խի գրենք, else կգրենք մենակ։ Ճիշտ է։ Հա, ասում եմ clear interval Մեր ինտերվալ։ Լուծվավ խնդիրը։ Դες մեկ խնդիրները քանի տարբեր ձևով է լուծվում։ Ոչ մեկ դες չի պարտադրում, որ ինչ-որ մի ուղղությամբ լուծեիք կամ չգիտեմ ինչ։ Պրոստը այս ամեն ինչը պետք է իմանաս, որ հետո հետագայում տարբեր խնդիրների մեջ կարողանաս օգտագործես դու։ Միտեղ կարող ես սենց անես, միտեղ կարող ես ռեկուրսիա անես, միտեղ չգիտեմ, տող արտող հատակ գրես։ Փաստորեն այսօրվա մեր դասը նորից ծախսենք ռեկուրսիայի վրա ու տնայինների վրա։ Ոչ միայն։ Ոչ միայն։ Հա, բայց որ բաժինը կար, ահա գինի։ Եկեք այսօր մի քիչ հետաքրքիր ուրիշ թեմա ասենք, էլի քա ռեկուրսիա ձեր գլուխը ցավացնի։ Հա։ Չանցնենք։ Նոր թեմա պլյուս այս խնդիրները նորից լուծել էլի։ Հիմա
Մենք for վրան քանի ձև գինենք։ For of for-ին էլ հիմա Ես ձեզ վերել եմ նոր լիքը for-եր։ Առաջի for-ը, որ կարող ծանոթ է, ու տես, սա զանգվածի մեթոդներ են, հեսա ինչ որ անցնելու ենք, ինքը զանգվածի մեթոդներ են։ Օրինակ ունենք ստեղ մի հատ զանգված, const արարան հավասարանալ 10, սենց առա, թվեր, հիմա ոնց անեմ, որ զանգվածի մեջ մնան մենակ զույգ թվերը։ Հա, այդքան հայտարարենք, հա, ինչով, okay, բայց ինչով ֆիլտրը, որ պետք է հասկանանք, ինչա կատարվում։ Հեսա դու եք իմանաս ինչ ֆիլտր։ For պետք է ֆրայենք, ճիշտ է։ Դետի of r-ը, հետո ասեմ if, եթե i տոկոս 2-ը հավասար չի 0, փուշանի մի հատ ուրիշ զանգվածի մեջ, չէ։ Հա, okay, հավասար է 0։ Թույն, աշխատես, ճիշտ է։ Հիմա ես ձեզ բերել եմ նոր ֆիլտրը, for-ի տեսակ։ Իր անունը ֆիլտր է։ Ինքը JavaScript-ի պրոտոտայպին է պատկանում։ Հա? Այսինքն ոնց է, օրինակ գրում ենք object.values, չէ՞, կամ գրում ենք numbers.push։ Նույնն է ֆիլտրն է։ Ֆիլտրը ոնց ենք օգտագործում առհասարակ։ Օրինակ, եթե ես այդտեղ log անեմ, r-ը, filter, նա սպասեք, սենց որ գրեմ, շատ դժվար կլինի ձեր համար։ Սենց որ գրեմ, շատ դժվար կլինի ու դժվար կպատկերացնեք, դրա համար գրեմ ուրիշ ձև։ Ահա։ Տես, ասում եմ կոմ, filter, data, հավասար։ Էս իմ առաջի զանգվածի, տես կետ push բան, ինչ ասես ուներ, չէ, Վիկտորիա, այր ունի ֆիլտր, բայց էս մեր ֆիլտրը իր մեջ ունի callback function, ոչ թե ստեղ ինչ-որ պայման ենք գրում, այլ callback function-ը, այդ callback function-ի մեջ նոր կարանք պայման տանք։ Ֆիլտրի callback function-ի առաջի պարամետրը, Վիկտորիա, դա մեր array-ի էլեմենտն է, էլեմենտներն են հերթականությամբ։ Քանի որ ինքը callback function է, չէ, սենց չենք գրում։ Տես, log անենք մեր նամը, հա, միակ։ Մի հատ էլ կպեմ ես filter data-ն, որ տենանք նոր առաջացնենք։
Տեսնում ես, թվերը սաղ տպեց։ Այս կոնսոլ լոգը աշխատեց։ Չէ։ Ու նաև աշխատեց այս մեկը, դատարկ ա դեռ։ Գիտես ինչի համար ա դատարկ։ Որովհետև ոչ մի բան հետ չի վերադարձրել։ Ահա, ստեղ ինչ ենք ռետուրն անելու։ Ասում եմ ռետուր մեր նամ տոկոս 2 հավասարած 0-ի։ Լցրես մեջը։ Պատկերացրինք ինչ կատարվեց։ Փորձ ֆրացինք, ոչ մի բան չարեցինք, ոչ մի if չգրեցինք ու ոչ մի push չարեցինք։ Այս ամեն ինչը ոնց էր կարճ, սենց էր կարճ։ Ոնց է կարճ սենց, ավելի կարճ չի սենց։ Բա սենց։ Հա, սենց ավելի կարճ է։ Ռետուրնը գիտեք թե չեմ գրել։ Ձևավոր փարը ապրես, ապրես։ Ինքը արդեն իսկ ռետուրն է անում։ Այո։ Հասկացա։ Այս է։ Պատկերացրինք, հա։ Սենց ասեմ, որ սկսեցիք իրան օգտագործել, դժվար է ուրիշ բան ուզենաք էլ օգտագործել։ Ուրեմն կարանք տեսեք ինչա անում ֆիլտրը։ Ֆիլտրը կախված մեր տված պայմանի վերադարձնում է նոր զանգված։ Այսինքն չհասկացա։ Ռեկուրսիա պետք է գրեինք։ Ես այն նույն տոկոսը նրանք երկուս հանցած զրոյի դրատերը պայման գրես, ես պայմանից կաշտում։ Նույն իվնա։ Նախ, այդ քո ասած խնդիրը, եթե օրինակ եմար ստեղ մի հատ զանգված ունենայինք, իրա մեջ է մի հատ զանգված ունենայինք ու տեն շարունակ, այս դեպքում, ուտի մենք ծաղ թվերը նախ դուրս հանենք, չենք կարա ֆիլտրացիայի լոգիկան, կապենք այդ թվերը դուրս հանելու հետ։ Պետք է մի հատ ռեկուրսիա ֆունկցիա ունենանք գրած, որը որ սաղ թվերը կհանի կլստի մի զանգված մեջ, push կանի մի հատ զանգված մեջ։ Ու հետո նոր այս ֆիլտրը այդ զանգվածը կֆիլտրի։ Մերեք գնանք մի հատ ուրիշ բան կանենք հեսա ֆիլտրով։ Պատկերացնենք, ունենք մի հատ ուրիշ, հեսա հետ եմ ցույց տալի, ես գիտեի, որ դու այդ հարցը տալու ես։ Ունենք const arr-ը, որի մեջ կան լիքը օբյեկտներ։ Name-ը Արթան, age-ը 20, սերը տական։ Գնացի։ Ստեղ թողոր մի հայկույն, 29 տարեկան։ Արա դես պարապենում եմ, մարդիկ ինչ կհասկանան։
Այս Արտուրին 50 տարեկան։ Այս Հայկազը ով էս երեխա մանորդ կալ։ Տես, ունենք այս օբյեկտները, չէ՞ զանգվածներ Վիկտորիա։ Հիմա մեզ պետք է գտնենք այն մարդկանց ցուցակը, ովքեր որ աղջիկներ են ու մեծ են օրինակի համար 30 տարեկանից։ Դրա համար ինչ էր պետք մեզ անել։ Այսինքն մեզ պետք է մի հատ այնպես բան գրենք, որ մեզ վերադարձնի մենակ այս երկու հոգու։ Մենակ այս երկուսն են աղջիկ ու 30-ից մեջ, ճիշտ է։ Հիմա ոնց կանենք դա սովորական ֆորի միջոցով։ Ֆիլտրը չգիտենք դեռ։ Առանց ֆիլտրի ոնց անենք այս։ Բայց զանգված այնց պետք ունենան վերջնական, է։ Հա, բա այն երկու հոգու զանգվածը, ովքեր որ 30-ից մեծ են ու աղջիկներ են։ Հա, բա։ Okay։ Հիմա այս մեր ֆիլտրը մեջիկ բաներ անում։ Ներեք հեսա կմիանանք։ Հա, դա ինչ էինք անում։ Ֆիլտրը տագից բանվորի։ Հա, ոնց ենք անում, լավ։ Պայմանները պարզ է, չէ՞ մեր համար։ Ոնց ենք տալի պայմանները, դե ասեք։ Այ օբյեկտ։ Ինչ պետք է գրեմ, դե ասեք, ուղղակի։ Ուսա, աղջիկը։ Խնդրեմ։ Այս է դեռ ֆիլտրված դատա։ Բա։ Ես իփոք գերեմ։ Չէ, բա այդքան ֆոր պետք է ֆռայինք։ Հասկացանք, չէ՞ ֆիլտրը։ Բայց մենը հետո ահա զանգվածը դեռ պահել ես։ Ես հա։ Հետո հաջորդ գեղեցիկ ցիկլը, որ ծանոթանալու ենք, դա ֆորիշն է։ Մենք ինչևէ ֆորերի տեսակներ գիտենք, լեթով որ իտերատոր ենք հայտարարում, չէ՞։ Ու ունենք ինով։ Բայց երբ որ օգտագործում ենք ինով, ինդեքսներ պետք բաց դեպի գտնենք, չէ՞։ Հա, Վիկտորիա։ Այս կապվածները քննարների, բայց մենք մի հատ ուրիշ լավ ֆոր ունենք, որ համ ինդեքսն ունի մեջը, համ էլ այդ էլեմենտն ունի մեջը։ Հələ չեմ ասի անունը։
Հիմա այս օրինակ սրա վրա, երբ որ օրինակի համար մեզ պետք էր ինդեքսը պետք իր հավասարայեսիմի, ինչը տենց ուզեինք, չէ։ Հիմա մի հատ for եկավ գեղեցիկ փոխարինով, անունը for each է։ For each էլի, պատկերացրինք, ինքը ինչ է անում, ստանում է երկու հատ պարամետր։ Առաջին պարամետրը մեր զանգվածի անդամներն են, այս օբյեկտներն են, LM-ներն են։ Երկրորդ պարամետրը ինդեքսներն են իրանց։ Պատկերացրինք, հիմա եթե ես ստեղ for-ի մեջ console log անեմ մի հատ, log անեմ index, հատ օբյեկտ ստանա, լավ, սենց վրակետով, index ու իր էլեմենտ կող, ու գնանք, ստուգենք, տենանք ինչ ունեցանք, ես ինդեքսը իր դատան, պատկերացրինք for-ի ինչ անում, հիմնականում գործի մեջ, հա, բայց այս for-ի իմաստը զուտեն է, որ համ այն let-ին հավասար է եսիմի ինչ, կամ for-in-ի փոխարեն, for-of-ի փոխարեն, for-in ինչի, for-of-ի, քանի որ սա զանգվածի մեթոդ է։ Օբյեկտի մեթոդները մնում են ոնց կան, այս զանգվածին է վերաբերվում մենակ, for-ի-ը զանգվածի վրա է աշխատում, կամ օբյեկտի value-ների, որ էլի զանգված է, կամ օբյեկտի key-երի, որ էլի զանգված է։ Պատկերացրինք, այսինքն կամ object case-ի, որը որ զանգված է վերադարձնում, կամ object value-ի, որը որ էլի զանգված է։ Ինքը պրոստը մեր for-երին փոխարինող է, ինքը իր յուրահատկությունը զուտենա, որ համ ինդեքսը, համ value-ն մի տեղում ունենք, եթե ինդեքս պետք լինի գրում ենք օգտագործում, եթե value-ն պետք լինի, value-ն ենք օգտագործում։ Հա, for-ը, ցիկլը, հատը թռում է զանգված էլեմենտների վրա։ Հավասարազրոյի գրում ես RI Ինչ ալնում։ Այս զանգված էլեմենտ չի։ Բայց խի մտնի, եթե զանգված չի։ Պայման չես ասել, ոչ որ մեջ։ Բայց էլեմենտը սա է իմ զանգվածը։ Վիկտորիա ջան, այս սա է իմ զանգվածը։ Այս հրա ինքը ինչ գործ։ Հա, բայց ինքը սրա մեջ ոչ չունի անելու, եթե ինքը դրա մեջ ուզենամ ինչ-որ բան անեմ, պետք է ասեմ օրինակի համար, չգիտեմ, LM բան, այսպես object get values LM get for each մի հատ for-ը մեջն եմ բերում, հա, քո խաթեր համար LM չելավ, այդը Այս օբյեկտիվն է, սա զանգվածինը չի, օբյեկտի value-ներն է սրանք, իսկ այս տողով իմ պրոստը զանգվածի էլեմենտներն են, որոնք որ տվյալ պահին օբյեկտներ են, հիմա վաղը կլինի թիվ են user string, բայց աշխով, այս հետաքրքիր չի դա, զոտ for, որը որ միշտ ենք օգտագործում, միշտ, հա, ցանկացած դեպքում այս օգտագործում է, հա տենց որ չկա, որ սա չօգտագործեք գործի մեջ, սա ամենաշատ օգտագործող ձեր գործիքներից մեկն է լինել։ Ցիկլը, ինքը ցանկացած էլեմենտի վրա, ոնց մնացած for-երը ինքն են, թերթով ֆռում է, իրա մեջ ինչ ուզում ես, կարաս անես, ոնց որ մնացած for-երի մեջ։ Չէ, ինքը պրոստը զանգված վրա ցիկլ է ֆռում։ Հա, հաջորդ ցիկլին, որ ծանոթանանք, դա map-ն է։ Անունը map է։ Ինչ անում map-ը։ Լավ, սպասեք, որ ուրիշ երկու հատ հեշտ ասեմ map-ը, հիմա չեմ ասում։
Երկու հատ էլ եմ ասում ու վсё։ Տեսեք, օրինակի համար մեզ լինում են դեպքեր, որ պետք է լինում ստուգել գոնե խոսքի օրինակի համար էս զանգվածի մեջ մի հատիկ տղամարդ կա թե չկա։ Հա? Ոնց կարանք ստուգենք դա մի հատ մեթոդով։ Պետք է մի հատ տնենք, եկա ֆորֆրանք, ճիշտ է։ Բայց որ ֆորֆրանք ինքը սա զանգվածների վրա գնալու է, ճիշտ է, էլեմենտների վրա։ Կամ պետք է ինչ-որ պայմաններ գրենք, որի դեպքում return անենք, break անենք, չգիտեմ։ Հա? Բայց JavaScript-ը ունի դրա համար էլ նախատեսված մեթոդ։ Անունը sum է։ Ինչ անում է sum-ը։ Էլի callback ֆունկցիա է իր մեջ։ Եթե ստեղ գրեմ այդ է։ Այս ֆիլտրի դեպքում պայման ենք տալիս տվյալ ֆիլտրված դատաներ հետ վերադարձնում, ճիշտ է։ Իսկ sum-ի դեպքում sum-ը եթե մեր պայմանին գոնե մի հատիկ գտնում բավարարում է, всё ինքը արդեն stop է լինում, առաջ չի գնում։ Այսինքն ես այդտեղ եթե գրեմ age-ը հավասար է 16, item.age-ը հավասար է 16։ Ինքը for-ը եկավ, մտավ սրա մեջ for-ը։ Ստուգեց 20-ը անցավ առաջ։ Եկավ սրա մեջ մտավ, ստուգեց 29-ը անցավ առաջ։ Եկավ սրա մեջ մտավ, տեսավ որ համընկավ, true-ս հետ վերադարձրեց, ու ստեից ցիկլը բրծավ, ինքը էլ ներքև չի իջնում։ Այսինքն որ ես հիմա սա console log-ի մեջ դնեմ, կասի որ true է։ Հիմա եթե ես թիվ գրեմ որ ինքը ստե չունենք, ինքը կասի false-ը, չկա զանգվածի մեջ նմանատիպ բան։ Հիմա օրինակ ուզում եմ ստուգեմ, հասկանամ արդյոք իմ անունների մեջ, բոլոր անունների մեջ ատար կա թե չէ։ Հա? Եթե բոլորի մեջ ատար կա, ուրեմն պետք է ինչ-որ գործողություն անեմ, էդի կասեմ հետո ինչ գործողություն։ Հա, չէ, console log-ի մեջ պետք է գրեմ, որ հա, բոլորի մեջ կա ատար։ Այդ սովորական for-ի դեպքում ոնց կանենք։ Հա, include էր, բայց մինչև include-ը ինչի include։ Okay, լավ, զանգվածը չէ string-ն երևի։ Okay։ Հիմա մենք ունենք մեթոդ այդ ամեն ինչը կարճ միտողով գրելու համար, սիրուն։ Պատկերացնում եք որ կարա այդքան բանը միտողով գրվի։ Ինչ եմ անում, ասում եմ արեք get every։ Անունը every է, տես անգլերեն սիրուն բառեր է։ Ասում եմ, եթե իմ ամեն էլեմենտի name-ը include անում ատար, ուրեմն ասա որ true ես, հակառակ դեպքում ասա false։ Բան, լավ։ If console log-ը անելու բոլորի մեջ կա ատար։ Else log չկա։ Ասում եմ բոլորի մեջ կա ատար։ Հիմա տենանք հələ բոլորի մեջ օրինակ յուտար կա, բնականաբար չկա։ Եկեք փորձենք յուտարը, որ համոզվեք, որ ճիշտ է աշխատում։ Չկա։ Պատկերացրինք։ Всё, ամի բոլորի մեջ հետառը եկեք, չէ, բայց սրա մեջ չկա հետառ։ Всё, լավ, այսքանն է, ինչ չի։ Այն մի for-ի տեսակը հետո կասեմ, լավ, ոնց որ թե հերիք է։ Հարցեր բան լինի կգրեք, վիդեո կգցեմ տնայիններ կուղարկեմ։ Շնորհակալ։ Ինչ տամ։ Հա, անպայման։ Հաջողություն։